Բարև ձեզ Factor TV հյուրը իրազեկ քաղաքացիների միավորման ծրագրերի համակարգող Դանիել Յովհաննիսյանն է, ողջույն պարոն Յովհաննիսյան։ Նա Ռուսաստանի արտգործնախարարը հավաստիացնում է, որ Հայաստանին Ուկրաինացում չի սպասվում եւ մի քանի այսպես տարբերություններ նշեց, քանի որ Հայաստանը քաղաքակիրթ երկիր է եւ Ռուսաստանի դաշնակիցն է եւ Հայաստանում արգելված չի ռուսերենը Այստեղ հանգիստ խոսում է Ուկրաինայում ռուսերեն արգելված է Ուկրաինայում այո արգելված է իշխանության է եկել Այս գալստուկս էլ կանաչ գույնի է, չէ Չգիտեմ Նկատի ունեմ դա նույնքան ճիշտ է ինչքան որ ուկրաինացիներով է նայում Չէ, նկատի ունեմ ոնց որ այս գալստուկիս կանաչ գույնի պնդումը նույնքան ճիշտ կլիներ ինչքան Բայց իմ հարցը չլսեցիք Ուկրաինայում ռուսերենի արգելված լինելը Չի սպասվում հաշվի առնելով Հայաստանի ԵՄ գնալու առնվազն գոնե օրենքի ընդունման փաստ այսպես ասեմ Գիտեք Հայաստանն Ուկրաինացում չի սպասում, որովհետև Ուկրաինան Ռուսաստանի ատամները ջարդեց։ Հա, Ռուսաստանը նենց չի որ ընդհանրապես մնաց անատամ, նենց չի որ, բայց նենց լավ ատամները ջարդել են էլ ուկրաինացիք։ Արդեն անկախ նրանից թե հետագա զարգացումները ինչ կլինեն Ռուսաստանը այլևս այն չի, որ ինքը սրանից 3 տարի առաջ էր, 3.5 տարի առաջ էր, էլի։ Սա է հիմնական պատճառը, թե ինչի Հայաստանը չի սպառնում Ուկրաինացում։ Մյուս պատճառը իհարկե այն է, որ Հայաստանը բարեբախտաբար չունի Ռուսաստանի հետ ցամաքային սահման։ Այս առումով հետխորհրդային երկրների համեմատ շատ այլ հետխորհրդային երկրների համեմատ մենք բոնուս ենք կպցրել։ Մեզ միշտ թվում է, որ մեր աշխարհագրությունը վատն է ու ավելի վատ հնարավոր չի, բայց չէ, իրականում մեր աշխարհագրությունն ունի իր պլյուսներ։ Շատ երանելի էլ չի իհարկե, բայց իր պլյուսները ունի։ Բայց ԵՄ-ի թեմատիկան Ռուսաստանի սիրելի թեմաներից չի։ Գիտեք, ինչ վերաբերվում է, միշտ կարելի է հորինել ինչ-որ բաներ։ Կներեք, Ուկրաինայում ռուսաց լեզուն շատ ավելի լավ կարգավիճակ ունի, քան Հայաստանում։ Լավրովի ականջը խուլ իհարկե։ Չէ, դե Ուկրաինայում բոլոր այն համայնքներում, որտեղ ռուսախոսների տեսակարար կշիռը ինչ որ տոկոսից ավել է, ռուսերենը որպես երկրորդ լեզու էր։ Հայաստանում ռուսերենը որևիցե կարգավիճակ չունեցող լեզու է։ Երկրորդ, երրորդ, չորրորդ, 15-րդ, չէ, ռուսերենն ու վիետնամերենը Հայաստանում մոտավորապես նույնքան իրավական կարգավիճակ ունեն։ Փաստացի կարգավիճակը իհարկե չէ, բայց նաև փաստացի կարգավիճակը Ուկրաինայում եւ Հայաստանում ռուսերենի տարբեր է, հա, Ուկրաինայում դե միջև պատերազմը գոնե ոչ արևմտյան շրջաններում հանգիստ կարող ես մտնել խանութ եւ ոչ միայն դիմես ռուսերեն, այլ հավանաբար հենց քեզ կդիմեին ռուսերեն։ Իսկ մի հարց է հետաքրքրում Հայաստանում կային գործիչներ օրենքի ընդունման ժամանակ ասում են ինչու ընդունեցիք սա ուկրաինացում է, ստոպ արեք, կանգնեցրեք մի բերեք մեր գլուխը այդ Ես ուզում եմ մի բան ասեմ։ Գիտեք ինչն է Ռուսաստանի աչքերում ուկրաինացում։ ՆԱՏՕ ինտեգրացիան չի, Եվրոմիության ինտեգրացիան չի, ժողովրդավարությունն է։ Ժողովրդավարությունն է։ Ռուսաստանը տեսակ Ռուսաստանը ինչքան թեթև տարավ Շվեդիայի եւ Ֆինլանդիայի ՆԱՏՕ-ի անդամակցությունը։ Կարծես թե պայքարում էր իրան ճղում է Ռուսաստանը, ամեծև իրան ճղում է որ հանգարց Ուկրաինան չդառնա ՆԱՏՕ-ի անդամ։ Ֆինլանդիան ու Շվեդիան չէ դառան ՆԱՏՕ-ի անդամ։ Ծպտուն համարյա չեկավ Ռուսաստանից։ Տարօրինակ չի բանը։ Իսկ ես ասեմ, խնդիրը ՆԱՏՕ-ն չի։ Խնդիրը ՆԱՏՕ-ն չի, ինքը շատ լավ հասկանում է, որ ՆԱՏՕ-ն որպես ՆԱՏՕ-ն հենց չի վրա հարցակվելու է ՆԱՏՕ-ն, էլի, դա բլեֆ է։ Խնդիրը այն է, որ եւս մի երկիր իր սահմանների մոտ դարձավ ժողովրդավարական։ Եվ Պուտինի ռեժիմի մոտ բանը, որ արա, սրանք մեր տաներն են մոտենում։ Սրանք մեր տաներն են մոտենում։ Բայց այդ չեղավ, այս պետք է կանգնեցնել։ Մեծ վտանգ է Ռուսաստանը։ Իհարկե։ Բայց նա ռազմական ուժ է։ Իհարկե, ՆԱՏՕ-ն ինչ, այդ ռազմական ուժը ինչ, այդ ռազմական ուժը հարձակվելու է Ռուսաստանի վրա։ Ինչ որ Ուկրաինան դառնալ ՆԱՏՕ-ի անդամ, Ուկրաինան հարձակվելու է Ռուսաստանի վրա։ Կամ Ուկրաինայում տեղակայվելու են, չգիտեմ, ամերիկյան հրթիռներ, որոնք նախահարձակ էին լինելու Ռուսաստանի վրա։ Լավ էլի, լավ, այդ բան Կուբայի կրիզիսի ժամանակվա խոսույթը, հասկանում եք, Կուբայի կրիզիսի ժամանակվա, երբ որ այդ երբ որ երկրների հեռուխոցման կարողությունները սահմանափակ էին,
ու չեն կարողանում խոսել։ Այդ ժամանակ 60-ականներին դա արդի խոսույթ էր։ Բան Ամերիկան բերեց Թուրքիայում հրթիռներ դրեց, Սովետը տարավ Կուբայում հրթիռներ դնի, որ Ամերիկայի գոնե հարավ-արևելյան նահանգներին կարողանա հասնի։ Այն ժամանակվա խոսույթը կներեք տեխնոլոգիաները առաջ են հասել մոլորակի ցանկացած կետին Ամերիկան էլ Ռուսաստանն էլ կարա խփի։ Ինչի մասին է խոսքը։ Լավ էլի, թե բան, թե Ուկրաինան ոչ կոնվենցիոնալ զենք, ոչ միջուկային զենքերով, տենց հարձակվելու էր Ռուսաստանի վրա։ Լավ էլի, բան է, էլի սա լուրջ չի, իրանց խնդիրը ՆԱՏՕ-ն չի։ Եվ դրա համար իրանք Ֆինլանդիան թեթև տարան, որտեղ Ֆինլանդիայի հետ ինչ որ պիտի լիներ, վաղուց եղել է, Ֆինլանդիան դառնա ժողովրդավարական երկիր։ Իհարկե ունեն, որտեղ Հայաստան ժողովրդավարական երկիր դարձավ։ Թե որ Ֆրանսիայից զենք է գնում, Պաուլ Լավրովը Չէ, որտեղ Հայաստանը ժողովրդավարական երկիր դարձավ 2019 թվականին Հայաստանը մոլորակի ամենառուսամետ երկիրն էր։ Լուրջ եմ ասում, մոլորակի ամենառուսամետ երկիրն էր, մոլորակում քանի երկիր կար, որ համաձայնվեց Ռուսաստանին աջակցել Սիրիայում զորախումբ ուղարկելով։ Մի երկիր, մենակ Հայաստանը է։ Բելարուսը սկի սիրազորախումբ չուղարկեց, իսկ համոզում էին։ Իրանք ռուսները ուզում էին, որ Բելարուսը սիրազորախումբ ուղարկեր։ Բելարուսը չուղարկեց, մենք ուղարկեցինք, հասկանում եք, Ռուսաստան, մենք Բելարուսից ավելի ռուսամետ երկիր ենք 19 թվի դրությամբ։ Բա որն էր խնդիրը։ Եվ ստեղ գալիս ես նրան, որ խնդիրը ռուսամետությունը չի, խնդիրը Եվրոպամետությունը չի, խնդիրը ՀԱՊԿ-ը չի, ՆԱՏՕ-ն չի, խնդիրը ժողովրդավարությունն է։ Դեռ ցանկացած երկիր ուզում է, որ իր հարևանները լինեն իրապես։ Բայց տեսեք, առհասարակ, գիտեք, ցանկացած դա միայն երկիրներին չի վերաբերվում։ Դուք կուզենայիք, չէ, որտեղ որ ապրում եք, ձեր հարևանները ձեր նման լինեն։ Մոտավորապես։ Իմ դեմքով, իմ հագուստով։ Չէ, դե մոտավորապես ձեր պահվածքով։ Հարևանները լավն են, վատը չէ։ Այսինքն, եթե դուք օրինակ քաղաքակիրթ մարդ եք եւ գիշերը քնում եք, դուք չեք ուզենա, չէ, որ ձեր հարևանները գիշերը փարթիանող լինեն։ Փոխարեն եթե դուք գիշերը փարթիանող լինեք, դուք կուզենաք ձեր հարևաններն էլ գիշերը փարթիանող լինեն, նախ որ չբողոքեն, երկրորդը կարող է իրար հետ փարթիանել։ Ուսամ ձեր հարևանները չեն լսում։ Ես հիմա նույնը, չգիտեմ, կամ օրինակ գողականը չի ուզենա, չէ, իր հարևանը ոստիկան լինի։ Կամ ոստիկանը չի ուզենա, չէ, իր հարևանը հանցագործ լինի, որտեվ կարող է հանցագործ հարևանի հետ իր երեխան նույն վերելակը նստի։ Հիմա նույնը, կներեք, նույնը պետությունների մակարդակում է։ Բռնապետական երկրները ուզում են շրջապատված լինեն բռնապետական երկրներով, ժողովրդավարական երկրները ժողովրդավարական երկրներով։ Եվրոմիության հիմնական հետաքրքրությունը Հայաստանից ո՞րն է։ Ժողովրդավարությունը։ Այն որ մենք Եվրոմիության լայն առումով հարևանության մեջ ենք մտնում, եւ ինքը ուզում է, որ իր լայն հարևանության մեջ ժողովրդավարական երկրները ավելի շատ լինեն։ Սա է, իսկ Ռուսաստանը ուզում է հակառակը։ Ռուսաստանին դուր չի գալիս, որտեվ Կրեմլում նստած ասում են, «Օրես, այս երկիրը դարավ ժողովրդավարական, այն երկիրը դարավ ժողովրդավարական, այս սրանք մանրից մեր տաներին են մոտենում մանրից»։ Տեսեք, Հայաստանի արտգործնախարարն ասաց, Հայաստանը Եվրամիության անդամակցելու հայտ չի ներկայացրել, բանակցություններ չեն վարվում, հետևաբար նման հարցը կարող է ծագել։ Այդ զարգացումների պարագայում ռուսական լրատվամիջոցներից մեկն էր ԵՄ-ի անդամակցելու թեմային հարց տալիս։ Ես նկատեցի քննադատություններ, որ այդ տեսեք Հայաստանը չի էլ գնում ԵՄ-ի ուղղությամբ, ուղղակի օրենք են ընդունել եւ քնեցրել են։ Ստեղ գիտեք որ հարցը, թե սա ուղղակի այսօրվա դրության ֆիքսում էր, որ չեն հիշում եք Լուկաշենկոն մի պահ ասեց «Դակուդանի ձենոցը»։ Այո։ Եվ ավելի կատաղացրեց այստեղի մարդկանց։ Եվ սա շատ process-ներ, որոնք Հայաստանում տեղի են ունենում հենց այն կոնտեքստում, чтобы нам было куда деваться։ Որ մենք այլընտրանք ունենանք, որ մենք ասենք Ռուսաստան, քեզ պետք է մեր նկատմամբ նորմալ պահես, չպետք է բռնես մի օր ասենք գազ փագես, կամ լաչին չէ, լարս փագես, կամ լաչինը բացես, եթե պետք է գալիս, լաչին արդեն կամ թույլ չտաս, դե ամեն դեպքում, հա, պետք է քեզ մեր նկատմամբ շատ վատ արարքներ թույլ չտաս, որովհետև մենք մեր համար այլընտրանք ենք ունենալու։
այդ անայլընտրանք վիճակից դուրս գալն է շատ կարևոր։ Որ ասեն հա դե բեր մի հատ Հայաստանին պատժենք էլի, ինչ կարան անեն որ։ Այդ ինչ կարան անեն ստեղծում։ Այո, կարան գնանք դեպի Եվրամիություն, դուրս գանք հապկից։ Այո, կարող է դա մեր համար մի քիչ դիսկոմֆորտ լինի, կարող է մեր համար մի քիչ խնդրահարույց լինի, բայց հարգի լիներես, թե դուք անեք ABC քայլերը, մեր նկատմամբ բացասական քայլեր անեք, մենք կարող է դուրս գանք հապկից, դուրս գանք ԵԱՏՄ-ից, մենք այդ այլընտրանքը, այդ հնարավոր ճանապարհը այդ մեր համար ԵՄ-ի նկատմամբ Պարինե Ասյան, որովհետեւ ստացվում է, որ մենք ոչ թե իրապես ուզում ենք ԵՄ անդամ դառնալ, այլ դա շանտաժի գործիք է Ռուսաստանի դեմ։ Գիտեք, եւ դա ոչ թե մեր արժեքային ընտրությունն է, այլ կեղտոտ ռեալ պոլիտիկ։ Իրենց օգտագործում ենք Ռուսաստանի հետ հարաբերությունները։ Շատ բանն է կեղտոտ ռեալ պոլիտիկ։ Շատ բանն է կեղտոտ ռեալ պոլիտիկ, ուղղակի հարցը նրանն է, թե այդ կեղտոտ ռեալ պոլիտիկը ում շահերից է ելնում։ Եթե այդ կեղտոտ ռեալ պոլիտիկը ելնում է Հայաստանի Հանրապետության շահերից, Հայաստանի քաղաքացիների անվտանգության եւ բարեկեցության շահերից, ապա գոնե արտաքին քաղաքականության հարցում կեղտոտ ռեալ պոլիտիկը իմ համար խնդրահարույց բան չի։ Բայց ես ուզում եմ նաև հետևյալը, մենք պարզ հասկանանք, որ արհեստական չի Եվրամիության հետ մեր հարաբերությունների բարելավումը։ Այս օրենքը եւ նենց չի որ մենք Եվրամիություն եւ մենք նենց չի որ մենք Եվրամիությանը խափում ենք, որովհետեւ Եվրամիությանը կխափենք, եթե Եվրամիության անդամակցության հայտ տանք եւ այդպիսի մտադրություն չունենայինք։ Բայց եթե մենք օրինակ խոսում ենք դրան, որ պետք է մեր ստանդարտները մոտեկանան եվրոպական ստանդարտներին, եթե մենք խոսում ենք, որ Հայաստանում օրինակ իրավունքների պաշտպանությունը պետք է մոտենա եվրոպական չափանիշներին, եթե մենք ասում ենք, որ Հայաստանում ավիացիոն անվտանգության ստանդարտները պետք է մոտենան, եթե մենք չգիտեմ, փորձում ենք Եվրամիության հետ վիզաների ազատականացում ունենալ, փորձում ենք Եվրամիության հետ էներգետիկ համագործակցություն ունենալ, ինչքան էլ որ դա նաև աշխարհագրորեն ավելի դժվար չլինի։ Մենք փորձում ենք Եվրամիություն, այդ ամեն ինչը ռեալ է, այդ ամեն ինչը խաբեություն չի։ Ռեալ ուզում ենք Եվրամիության հետ էներգետիկ բարձրավոլտ կապ ունենալ։ Ուրիշ հարց որ ոնց որ թե դա չի ստացվում, բայց ոչ անդամակցել։ Ուրիշ հարց որ ոնց որ թե դա չի ստացվում։ Գիտեք, տեսականորեն արդյոք ուզում ենք անդամակցել Եվրամիություն, իհարկե ուզում ենք, բայց գործնականում արդյոք դա էս պահի դրությամբ իրատեսական է, չէ, բայց այդ ուղղությամբ արժի քայլեր անել, որտեղ այդ ուղղությամբ քայլեր անելը, օրինակ, բարձրացնում ես քո մոտ այս ստանդարտը, բարձրացնում ես այն ստանդարտը, մոտարկումներն ես անում։ Օրինակ, Շվեյցարիան եթե ուզենա դառնա Եվրամիության անդամ, Պարզա չէ որ կարա շատ արագ դառնա Եվրոմիություն, մի տարում կարա դառնա Եվրոմիության։ Եվ կխնդրի որ Շվեյցարիան դառնա իր անդամ։ Կարա մի տարում դառնա Եվրոմիության անդամ։ Ինչի։ Նախ իհարկե աշխարհագրությամբ պայմանավորված, ի տարբերություն մեզ Շվեյցարիան ոնց որ բոլոր սահմանները Եվրոմիության անդամների հետ են։ Եվ մենք այդ խնդիրն էլ իհարկե ունենք։ Բայց նաև Շվեյցարիան իր ստանդարտներով, իր մակարդակով Եվրոմիության համար ուզում եմ ասել բավարար, հասկացա որ բավարար եզրույթը Շվեյցարիայի պարագայում տեղին չի գերազանց Եվրոմիության միջինից բարձր։ Այո, եւ այստեղ կարևորը դա է։ Տեսակ օրինակ Շվեդիա եւ Ֆինլանդիայի ՆԱՏՕ-ին անդամակցությունը ինչքան արագ եղավ։ Այլ Թուրքիայի դիմադրությունը որ չլներ շատ ավելի արագ կլներ։ Ինչի որտեվ Շվեդիայի ու Ֆինլանդիայի բանակները եւ առհասարակ բոլոր պահանջները, որոնք որ կան ՆԱՏՕ-ի համար, վաղուց այդ պահանջները բավարարված էին։ Եկեք անցնենք առաջ։ Եվ նույնիսկ այստեղ կարևորը Եվրոմիության կարևորը գիտեք, sense մի հատ արտահայտություն կա, ասում եմ մարդուն էս ինչ տեղից կարաս հանես, բայց այդ ինչ տեղը մարդու մեջից չես կարա հանես։ Այստեղ շատ կարևոր է, որ երկիրը կարող է տանել ֆիզիկապես մտցնել Եվրոմիություն, իհարկե դժվար է, բայց կարևորը Եվրոմիությունը մտցնես երկիր, այսինքն երկրի ներսում ստանդարտները, որակները,
Բայց դուք չեք լսում Բաքոչյանը ինչ էր ասում, որ ինքնիշխանության ամենամեծ սպառնացող միություններից է աշխարհում ստացվում է, դուք Հայաստանի ինքնիշխանություն կասկածի տակ եք։ Իսկ միութենական պետությունը բոբոմի սարքեք, պարոն Յանիսյան, ձեր հակակարողչությամբ հակառուսակ։ Այն թե ոնց է Ռոբերտ Քոչարյանը ասում, իհարկե շատ էպիկ է։ Եվ առհասարակ թե ով է խոսում ինքնիշխանություն, դա շատ էպիկ է, որովհետև դա իմ գնահատմամբ Հայաստանի Գիտեք, Հայաստանի մյուս բոլոր ղեկավարները, Տեր-Պետրոսյանը, Սարգսյանը, Փաշինյանը փորձել են ուժերի ներածին չափով, այնքանով որքանով որ դա ստացվել է, անկախության մակարդակը պահեն, պաշտպանեն, Ռուսաստանին կախվածության գործիքներ չտան։ Մեկի մոտ ստացվել է, մեկի մոտ չի ստացվել, մեկի մոտ պարզ չի կստացվի, չի ստացվի, մյուսի մոտ խիարը թարսը աճել։ Բայց ցանկությունը հստակ զգացում էր, Սերժ Սարգսյան դեպքում ցանկությունը հստակ զգացում էր մի շարք քայլերով, մենք տեսնում ենք, որ նրանք փորձում են նենց այն որ Ռուսաստանին հերթական կախվածության գործիքը չտան կամ գազային պայմանագրից առաջ էր թե գազային պայմանագիրը խիարը թարս աճեց իհարկե, բայց կան բաներ, օրինակ սահմանադրությունում 200 որ հոդվածներ, օրինակ որ վերպետական միությանը պետք է միայն հանրակրվելն անել։ Դա հստակ Սերժ Սարգսյանի կառավարության կողմից քայլ էր, որ պաշտպանվի արկածներից հետո այո, որ պաշտպանվի, որ մի գիշերում չկարողանան մեզ ստիպեն մտնել միութենական երկպետություն։ Այդ սա զգացում է Ռոբերտ Քոչարյանն անում էր ճիշտ հակառակ։ Ճիշտ հակառակ։ Որովհետև Թուրքիայի եւ Ադրբեջանի զսպելու միակ միջոցը Ռուսաստանի հետ նույն գազամուղը։ Պարզա չէ Ռոբերտ Քոչարյանը չէր թողելու գազամուղը նրան այնպիսի տրամաչափի, որ իրանական գազը ռուսական գազի համար ամբողջ պետության կարիքների տեսանկյունից այլընտրանք կներ։ Զարման գազամուղը ինչի 1200 մմ-ից 700 մմ։ Բայց դուք անտեսում եք Թուրքիայի վտանգը։ Ռուսաստանին այդ զիջումները անելով մենք ստացել ենք նրա հովանավորությունը Թուրքիայի վտանգը զսպելու։ Հիմա էլ Իրանի Թուրքիայի հարձակվելու վտանգը ամեն ձևի։ Այդ գնացեք Բաշար al-Ասադին պատմեք։ Այդ գնացեք Հարությունյան Արայիկին պատմեք Բաքվի բանտում։ Այդ իրանց պատմեք թե Ռուսաստանին, որ ամեն ինչ զիջում ես, Ռուսաստանը ինչ լավ է քեզ պաշտպանում։ Արայիկ Հարությունյանը, Բակո Սահակյանը, Բաշար al-Ասադը շատ լավ վկաներ են նրա, թե ոնց է Ռուսաստանը պաշտպանում Թուրքիայից կամ Ադրբեջանից։ Հիանալի ձևով է պաշտպանում։ Արևմտյան խաղեր եթե չտար Փաշինյանը, այդպեսի բան չէ։ Այստեղ նորից գանք, որ խաղեր, նորից եմ ասում 19 թվի դրությամբ Հայաստանը եղել է ամենամոլորակի ամենառուսամետ երկիրը եւ դա շարունակվել է 23-ի սեպտեմբերի 10-ը։ Եվ դա շարունակվել է մինչև 22 թվականի սեպտեմբեր։ Հայաստանի ծայրահեղ ռուսամետությունը տևել է մինչև 23 թվականի սեպտեմբեր։ Նույնիսկ շարունակվել է այն ժամանակ, երբ որ ադրբեջանցիք իշխանասարի ուղղությամբ հարձակում գործեցին, ռուսները ծպտուն չհանեցին։ Ծայրահեղ ռուսամետությունը շարունակվել է այն ժամանակ, երբ որ ադրբեջանցիք Սևլիչ 21 թվականի մայիսին Սևլիչ վերին շորժա այդ ուղղությամբ առաջ եկան եւ ռուսները դիմեցին հապկին մերոնք, ռուսները ծպտուն չհանեցին։ Այդ ամեն ինչից հետո Հայաստանը շարունակում է լինել ծայրահեղ ռուսամետ երկիր։ Մինչև 22 թվականի սեպտեմբերի 13-ը, երբ որ ուղղակի Ադրբեջանը լայնամասշտաբ հարձակվեց Հայաստանի վրա ամբողջ գծով, այնտեղ ներքին հանդից մինչև Արտանիշ, այդ ամբողջ գծով հարձակվեց, քանի 100 կիլոմետրանց, լայնամասշտաբ պատերազմ էր, էլի։ Տևողությունը մեծ չէր, 2 օր էր, թե մասշտաբներով լայնամասշտաբ պատերազմ էր։ Ֆրոնտի չափը երևի ավելի շատ էր, քան Ղարաբաղյան պատերազմի Ղարաբաղյան որևիցե պատերազմի ժամանակ։ Կամ գոնե համեմատելի էր ֆրոնտի։ Ուրեմն եւ Ռուսաստանը ոչ միայն չդատապարտեց, ոչ միայն ծպտուն չհանեց, այլ նաեւ ծպտուն հանեց Ադրբեջանի կողմից, հա, քաղաքական աջակցություն ցույց տվեց Ադրբեջանին։ Ասելով, որ սահմանազատված չի սահմանը։ Ասելով, ոչ միայն ասելով, որ սահմանազատված չի, այլ ՄԱԿ-ի ԱԽ-ում, ՄԱԿ-ի ԱԽ-նիստում, երբ որ ԱԽ բոլոր անդամները Չինաստանը մի քիչ ընդեղ աչք քաշած իհարկե, բայց մնացած ԱԽ բոլոր անդամները հստակ թիրախավորված դատապարտեցին եւ ասացին, որ Ադրբեջանը պետք է դա դադարեցնի, եւ վերջո ամերիկյան ճնշմամբ Ադրբեջանը դադարեցրեց, բայց Ռուսաստանը ասեց, չէ, ասում է, այդտեղ միարժեք չի եւ առհասարակ Հայաստանը պետք է Զանգեզուրով միջանցք տա։ Ադրբեջանը բանակով գալիս է առաջ,
Ռուսաստանը մեզ ասում է պետք է Զանգեզուրով միջանցք տակ։ Ոնց դա հասկանալ։ Դա ուղղակի համատեղ հարձակում էր Հայաստանի վրա։ Քաղաքականը Ռուսաստանն էր ապահովում, ռազմականը Ադրբեջանը։ Դրանից հետո սկսեց Հայաստանը ոչ այդքան ռուսամետ լինել։ Դրանից հետո ասում է դանակը եկավ հասավ կոկորտին, նոր հասկացանք, որ այդ դանակը կոկորտին դնողը կարող է երևի մեր դաշնակիցը չի, էլի մի տեսակ sense սկսեցին կասկածել։ Երեք այդ քրոնոլոգիան Քոչարյանը եւ ես նույնիսկ չեմ էլ հիշատակում այն, որ այդ 22 թվականի սեպտեմբերի իրադարձություններին նախորդեց այն, որ այդտեղ սահմանապահ Ռուսաստանի սահմանապահ զորքերի հրամանատարը ֆիզիկապես Մեղրիում ուրեմն երկվա ասուլիսում Լավրովի եւ Միրզոյանի հենց այդ տարակարծությունն էլ երևում էր։ Լավրովը ըստ էության Հայաստանի գրպանն էր գցում, ասում է անսպասելի էր, որ Հայաստանը ճանաչեց Լեռնային Ղարաբաղը։ Դա երբ եղավ։ Այդ սաղ երբ եղավ։ Հարձակումից հետո սեպտեմբերի։ Այո, այստեղ ամենակարևոր բանը, որը Քոչարյանը եւ մնացած շատ-շատերը փորձում են թաքցնել, է դա, որ 22 թվականի սեպտեմբերը 22 թվականի հոկտեմբերից առաջ էր։ Առհասարակով տեղյակ չի, սեպտեմբերը հոկտեմբերից առաջ է։ Օգոստոսն էլ սեպտեմբերից առաջ էր, երբ որ Խովայևը եկել էր Հայաստան, պլան էր բերել։ Այո, եւ մենք այդ պլանին համաձայնվել էինք։ Թվիթ գրեց, որ ես համաձայն եմ, հետո տեղի ունեցավ Ալիև Պուտին հանդիպում, որտեղ Ալիևը կանգնեց, ասեց փակված է Ղարաբաղի էջը, ինչ կարգավիճակ, ինչ բան։ Այո, հասկանում եք, Լավրովը կարա ինչ սուտ ասի, ինքը իր պետությունը, իր պետության շահերը կամ իր ռեժիմի շահերը, այստեղ կարևոր է մեր պետությունը, եւ կարևոր է մեր պետությունում ընդդիմության նախկին ղեկավարների պահվածքը, որտեղ նախկին ղեկավարը կարող է լինել ընդդիմություն, դա նորմալ է, բայց նախկին ղեկավարը չի կարող լինել օտարերկրյա շահերի ջատագով։ Եթե Փաշինյանը պատերազմ է հրահրել, չասի, որ Փաշինյանը եւ հայ ժողովուրդը հայկական կողմը պատերազմ է հրահրել։ Չասի, պարոն Յանիսյան։ Մարդը ճիշտ է ասում, հիմա մնում ամենակասի, որ Փաշինյանն է հրաման տվել պատերազմ սկսել։ Մի օր դա էլ կասեմ, մի օր ես չեմ զարմանում։ Բայց այստեղ տեսեք, շատ կարևոր է հետեւյալը։ Ինչ է անում Քոչարյանը։ Քոչարյանը ամեն կերպ առաջ է տանում Ռուսաստանի շահերը, առաջ է տանում Միութենական պետության շահերը, փորձում է նսեմացնել Ռուսաստանի բացասական դերակատարումը Ղարաբաղի պատմության մեջ, նսեմացնել Ռուսաստանի բացասական դերակատարումը Հայաստանի սուվերեն տարածքի վրա հարձակման պատմության մեջ, նսեմացնել Ռուսաստանի կողմից Հայաստանին դավաճանելու պատմությունը, դեռ այլ կերպ դա չի անվանվում, այլ կերպ դա քան դավաճանություն դա չի կոչվում, եւ հայկական կողմին ներկայացնել որպես դավաճան։ Դա, եթե դա անում է Լավրովը, դա նորմալ է, մենք իհարկե դրան պիտի պատասխանենք, բայց հասկանալի է խիա դա Լավրովը անում։ Ինքը Ռուսաստանի դիվանագետն է, ինքը փորձում է Ռուսաստանին արդարացնի։ Իսկ որ դա անում է Քոչարյանը, կդրեք դա հարցեր է առաջացնում, շատ մեծ հարցեր է առաջացնում։ Կամ միգուցե հարցեր, որոնց պատասխանները վաղուց արդեն բոլորս գիտենք։ Եվ ես դες մի բան ասեմ։ Մենք մեր աչքը արդեն սովոր է այս կարգի ընդդիմությանը։ Բայց հենց նայեք, թե ուկրաինական ընդդիմությունն ու նախկին ղեկավարները ինչ պահվածք են ցուցաբերում։ Երբ որ Դոնալդ Թրամփը Զելենսկու հետ շատ լարվեց եւ Դոնալդ Թրամփի թիմը կապնվեց Զելենսկու ընդդիմադիր եւ ընդդիմախոսներ Տիմոշենկոյի եւ Պորոշենկոյի հետ, Տիմոշենկոն նախկին վարչապետ էր, չէ՞, կարծեմ Տիմոշենկոն, եւ հիմնական գործիչներից մեկն էր քաղաքական։ Պորոշենկոն նախորդ նախագահն էր, Զելենսկու մրցակիցն էր։ Եվ երկուսին ասեց, բերեք մենք ձեզ աջակցենք Զելենսկուն փոխեք, երկուսն էլ հրաժարվեցին։ Երկուսն էլ ասեցին, այո, մենք Զելենսկու հետ խնդիր ունենք, բայց կներեք, մենք ընդդիմադիր ենք, ոչ թե ուրիշ երկրի գործակալ։ Նենց որ կներեք, կա ընդդիմադիր եւ կա ուրիշ երկրի գործակալ։ Եվ դրանք տարբեր բաներ են։ Եվ Քոչարյանի ամբողջ հարցազրույցը որ նայում ես, դու հասկանում ես, որ այդ հարցազրույցը սպառողները Հայաստանի սահմանների ներսում չեն։ Այդ հարցազրույցը սպառողները հիմնականում Կրեմլի պատերի ներսում են։ Պարոն Յանիսյան, մի հարց էլ եկեք զենքի թեմայով հասցնենք խոսել, որովհետեւ Factor TV-ին Լավրովին հնարավորություն ունեցավ հարցնել։ Կներեք, մի բան էլ ասեմ, էլի Քոչարյանի հետ կապված։ Զգացիք Քոչարյանի զենքի թեման ասցիք։ Քոչարյանը բարձրացրեց
հրետանու տրամաչափի հարցը։ Ինչի է հրետանու տրամաչափը հիմնականում անցում կատարում 155 մմ-ի, որտեղ 152 մմ-ով դա Ռուսաստանն է եւ նախկին այդ սոցբլոկի մի մասը, նույնիսկ ոչ ամեն։ Բայց Լավրովը ասաց, էլ չեն կարողանում ձեզ զենք վաճառել եւ մեր հայ բարեկամները հասկանում են դա։ Եվ 155 մմ-ով կորսականում ամբողջ աշխարհն է, էլի։ Հարավային Կորեայով, Հնդկաստանով, Եվրոպայով, բոլորը 155 մմ են։ Մենք անցում ենք կատարում 155 մմ-ի, որ արկերը գնելու հարցում այլընտրանք ունենանք։ Հնդկաստանից առնենք, Հնդկաստանի հետ վաղը մի բան այն չլինի, Ֆրանսիայից առնենք, Ֆրանսիայից հետ մի բան այն չլինի, Հարավային Կորեայից առնենք, նրա հետ մի բան այն չլինի, չգիտեմ, Չեխիայից առնենք, հա, այլընտրանք է առաջանում։ Կախվածությունը դու կորցնում ես այս հարցում, հասկանում եք, կախվածությունը կորցնում ես։ Իսկ Քոչարյանը դրան դեմ ասում է, չի ասում, չպետք է 152 մմ-ից հրաժարվել։ Բայց Լավրովը ասաց չէ կարող զենք վաճառել։ Դե նույնիսկ Լավրովը շատ ավելի ազնիվ է մեր նկատմամբ, քան Քոչարյանը, հասկանում եք։ Ամեն դեպքում մի հարցում նա շրջանցում է։ Հասկանում եք, որ Լավրովը իրականում որոշ հարցերում ավելի ազնիվ էր, քան Քոչարյանը։ Մեր հանրությունը շատ այսպես ջղայնացել է, երբ որ իրապես մեր զինծառայողները մահացել են ռուսական զենքից, լսելով այն դաշինքի մասին կենացները Ռուսաստանից եւ Հայաստանի այսպես ռուսամետ քաղաքական ուժերից, հա, մի կողմից մենք լսել ենք կենացներ, մյուս կողմից մեր զինվորները սպանվել է ռուսական զենքով։ Այս հարցը մենք տալիս ենք Լավրովին եւ հարց տալիս, որ զենք չեք վաճառում, հա, Ադրբեջանին միլիարդների զենք եք վաճառել եւ այլ եւ այլ։ Բնական չի Հայաստանի մերձեցումը Եվրամիության, ԱՄՆ-ի, Ֆրանսիայի մյուսների հետ, իհարկե նա թիրախավորեց Ֆրանսիային, որ դա մեզ թշնամի պետություն է, մեր դաշնակիցը ոնց է գնում զենք Ֆրանսիայից եւ այլն, ու ասաց, որ հայկական կողմն էլ 90-ականներին ռուսական զենքով է գրավել 7 շրջաններ։ Հիմա ասեմ, Ադրբեջանում մեծ աղմուկ է հիմա այդ թեմա, որ Լավրովի դիմակը պատրվեց, նա խոստովանեց, որ հայերը Ղարաբաղը գրավել են ռուսական զենքով։ Ամեն դեպքում, հա, եթե այն ժամանակ ենթադրենք հայերին զենք վաճառել են, հիմա պետք է վաճառեն Ադրբեջանին, հա։ Եկեք հասկանանք լրացնում կամ արդարացնում, իրականում 90-ականներին հիմնական զենքը, որով որ մենք կռվում էինք, դա սովետական միությունից մնացած զենքներ, հա։ Ես հիմա նույնիսկ չեմ հիշի, բայց ժամանակին գիտեի, ես հիշում եմ, մենք դա Օղորմացի կոմանդոսի Արկադի Թերթաթևոսյանի հետ շատ երկար մանրամասն քննարկում էինք, թե ինչ զենքեր էին մնացել սովետական միությունից Հայաստանին, ինչ ծավալների, այնտեղ քանի վագոն բաներ զինամթերք էր, բայց խոսքը ոչ փոքր ծավալների մասն։ Ադրբեջանը էլ ավելի մեծ ծավալներ իրական ստացել, բայց խոսքը մեծ ծավալներ, մենք էլ ենք մեծ ծավալներ ստացել։ Եվ դա Սովետ միությունը փլուզվեց, Սովետ միության տարածքում ինչ կար, մի մասը մնաց մեզ։ Մի մասը ժառանգվեց այդ նախկին կարծեմ 127-րդ դիվիզիայի, բայց հիմա կարող է խառնեմ արդեն։ Լավ, եկեք այդ 127-րդ դիվիզիայինը կարծեմ ժառանգվեց 102-րդ ռազմաբազային, մնաց մեզ, սա է պատմությունը։ Եվ ինչ էլ որ առել են գաղթագողի ճանապարհներով, հիմնականում դա եղել է գաղթագողի ինչ որ տակից ճարած բաներ, պետական մակարդակով զենքի մատակարարումներն են, ոնց որ օրինակ Ռուսաստան, Ադրբեջանն մատակարարում։ Զենքի մատակարարման մասին խոսք ամեն դեպքում կար, բայց դա հիմնականում տեսեք 90-ականներին, երբ որ Ռուսաստանն շատ ավելի թույլ երկիր է, դա կարողանում էր ինչ-որ լոկալ մակարդակ։ Կդերեք այստեղ դեպք ա եղել, գնացել են այն ժամանակ հենց սովետը տենց փլուզման փուլում էր, գնացել են մի հատ Զորամասի հրամանատարին համոզել են, խմացրել են եւ Զորամասի զինտեխնիկայի մի մասը վերցրել են։ Սովետական Զորամասի ռուս հրամանատարին, էլի։ Հիմա ասես բաներն են 90-ականներին մարդիկ արել Հայաստանում։ Դա շատ սենց բաներ էր, էլի, հիմնական զինտեխնիկան սա էր։ Ի տարբերություն Ադրբեջանի, որին մատակարարել են նոր զինտեխնիկա, որին մատակարարել են յուղը վրան, թազա, Ադրբեջանի պատվերով արտադրված, ամենաբարձր մակարդակում ուրեմն այդ մատակարարումները հաստատված, սա է շատ մեծ տարբերությունը, էս է, եւ նաեւ իհարկե ծավալները լրիվ ուրիշ է։ Բայց կներեք Ռուսաստանը դա ասում է որպես ինչ, որպես իր արդարացում,
Որ ժամանակ օգնել ենք, հիմա ինչու եք երեսով տալիս։ Թող չօգնեն։ Դե այն ժամանակ Պուտինը չի եղել իշխանության դեպ ուրիշ իշխանությունն է։ Թող չօգնեն։ Եվ ստեղ ուրիշ հարց կա։ Իսկ ով է Ադր Ռուսաստան դաշնակից եղել։ Զենքի մատակարարումների հարցում էսա կարևոր։ Ինչ են իրանք ստացել զենք մատակարարելու դիմաց 90-ականներին։ Ինչ ենք մենք ստացել, ինչ Ադրբեջանը տվել, ինչ Ադրբեջանը ստացել։ Իրանք Հայաստան զենք են մատակարարել, դրա դիմաց Հայաստանը մտել է հապկ։ Ադրբեջանը չի մտել հապկ, Հայաստանը մտել է հապկ։ Եվ չէր մտնի հապկ, չէ, եթե Ռուսաստանը մեզ զենք չմատակարարեր։ Եվ Հայաստանը հապկի անդամ էր, բայց ինքը հապկի անդամ Հայաստանի ռազմական թշնամուն է զենք մատակարարել։ Պատկերացնում եք Ամերիկան ՆԱՏՕ-ի թշնամի երկրին զենք վաճառի։ Ռուսաստանին ասենք զենք վաճառի։ Դա կարա կոմեդիա մենակ լինի։ Դա չի կարա իրական պատմություն լինի, էլի, դա կարա նույնիսկ հիմիկվա անկանխատեսելի ադմինիստրացիայի պայմաններում տենց բան ոչ մեկի մտքով չի անցնի, չէ։ Իսկ Ռուսաստանը դա անում է։ Եվ դա է մեզ վրդովեցնում, որովհետև մենք շատ բան ենք Ռուսաստանին տալիս, որ Ռուսաստանը դա չանի։ Եվ սա կներեք, սա մեր սխալն էր։ Գույք պարտքի դիմաց տալիս էինք, գազային մենաշնոր տալիս էինք, այս մենաշնորը տալիս էինք, այն մենաշնորը տալիս էինք, երկաթուղին տալիս էինք, մտնում էինք ԵԱՏՄ, հիշում եք, չէ՞ ԵԱՏՄ մտնելուց ինչ էին ասում հանրապետականները, մտնում ենք անվտանգության համար։ Լեռնային Ղարաբաղի խնդիր։ Էս էինք տալի, կներեք, ինչ ասես տալիս էինք, իսկ իրանք շարունակում էին Ադրբեջանին զինել։ Սիրիա զորք ուղարկեցինք, Փաշինյանի կառավարության ժամանակ էլ է դա շարունակվել։ Փաշինյանի կառավարության ժամանակ էլ է դա շարունակվել, բայց դա Ղարաբաղը չի փրկել։ Եվ պարզ չի Հայաստանը կփրկվի, թե չէ։ Օպտիմիստ ենք, հույսով ենք, պետական լեզու դարձնենք, միգուցե փրկեին մեզ, հա։ Ոչ, խնդիրը ռուսերենն էլ չի, խնդիրը ժողովրդավարությունն է։ Խնդիրը ժողովրդավարությունն է։ Շնորհակալ եմ պարոն Յովհաննիսյան զրույցի համար։ Ես եմ Factor TV-ում հյուրընկալել ենք Դանիել Յովհաննիսյանին։